Մխո, դու քո ընկերուհուն չես սպասելու միջև ամուսնանալը։ Այդ տենց համեմատություններ մի արա էլի Տյոմ ջան։ Ես եմ, իմ քվորնյակն է, համե չէ, չեմ պաչել։ Տարկի արա, որ քո քունա ուրեմն իրավունք չունի պաչի։ Ուրեմն դու էլ ես մտածում, որ չփլեն ճիշտ է։ Ես մտածում եմ, որ չփլենել, իրենել մեծ մարդիկ են ու իրանց պետք է հանգիստ թողնել։ Թող իրանք որոշեն ոնց անեն։ Բա իմ շրջապատը, իմ ընկերները ինչ կմտածեն։ Այդ էս, այդ է մեզի խանգարում։ Ընկերները ինչ կմտածեն, հարևանը ինչ կմտածի, այն մյուսը ոնց կմտածի։ Ասեք մի օր չեղավ, որ ասեք եկեք քրիստոնյայի վայել ձևով ապրենք։ Թե չէ Աստված ինչ կմտածի։ Դու ոչ էլ սկի քո ընկերներդ ես լավ։ Գիտես ինչի մխո։ Որովհետև իրանք են թելադում, թե դու ոնց ապրես, ու դու էլ իրանց։ Տես, մի պահ եկա, որ դու որոշեցիր քո ուզածով անես, ընկերներդ միանգամից յան տվեցին քեզանից։ Դե մի պահիր տենց ստացվող ինչ կա դու։ Մխո, եթե իրանք իսկականից քեզ հարգեին ու սիրեին, կընդունեին քո որոշումը։ Անկախ նրանից, թե դու ճիշտ ես, թե սխալ ես։ Есть отличный проверенный способ для передачи мыслей. Берешь бумагу, ручку и пишешь письма. Когда надо что-то сказать, но молчишь и злишься. Хочешь